Ինչպես եւ խոստացել էինք, անմիջապես եթերից հետո մենք հիմա եթեր կմտնենք Արտյոմ Խաչատրյանի հետ եւ փորձենք հասկանալ ինչ է տեղի ունենում աշխարհում, ինչ տվեց Նիկոլի Գերմանիա, հետո ընդերից Մոսկվա այցերը, դրանց տակ ինչ-որ թաքնված բաներ կային թե ոչ, ինչ է որոշել Նիկոլը, ինչ է որոշել աշխարհը եւ ինչու միշտ Հայաստանը այս ամենաճակատագրական պահերին անհասկանալի պատճառներով իշխանության եկած, իշխանության բերված, իշխանության գլխին նստած, ոչ կոմպետենտ մարդկանց միջոցով աշխատում է գնալ այնտեղ, որտեղից աշխարհը արդեն փախչում է։ Այսինքն Հայաստանը ուզում է գնալ Եվրոմիություն, Եվրոպա, եվրոպական երկրների համակցություն, կասեր մարդը մեկը նենց տոնով էլի, եւ գիտեք ինչն է տարօրինակ, որ այսօր հենց այսօր տենց ավելի գրական լեզվով ասեմ, ուրեմն Օրբանը, որ իմ սիրելի մարդը չի, եթե հնարավորություն ունենամ անպայման Օրբանի, հա, մի հետաքրքիր բան կհիշեցնեմ Օրբանին, կապված իր կատարած հանցագործությունների հետ, բայց Օրբանը արդեն նեղսրտում է աշխարհով մեկ, ուրեմն իր վայնասունն է դրել, որ հասցեք, փրկեք, որովհետև ուրեմն Եվրոպան մեզանից ուզում է խլել մեր ուրեմն ինքնությունը եւ որոշել է արդեն Եվրոմիության կանոնադրությանը հակառակ որոշում կայացնել, երբ որ Եվրոմիության մի քանի երկրներ միշտ կոնսենսուսով պետք է որոշումներ կայացվեին, հա։ Հիմա պարզվում է կոնսենսուսով չեն կարող որոշումներ կայացնել, որովհետև Եվրոմիությունը տեսնելով, որ Ռուսաստանի սարեցված գումարները չի կարող ազատորեն փոխանցել իր սիրելի Ուկրաինային, որոշել է ոչ թե կոնսենսուսով, այլ մեծամասնությամբ, եւ դա բնականաբար առաջացրել է Եվրոմիության որոշ երկրների ուրեմն այսպես կոչված հակազդեցությունը, իսկ հիշում եք ինչ էր ասում Նիկոլը եւ նրա այսպես կոչված արևմտամետ շնիկները։ Եթե որևէ մեկ օրինակ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետը, խոսացել էր հնարավոր Ռուսաստան-Բելորուս միությանը միանալու, էլ օրենք ընդունեցին, որ դա հանցանք է, պետք է դատվի մարդը, որտեղ իմիջիալոտ ասեմ, երկրները շատ ավելի անկախ են, շատ ավելի անկախ են, քան Եվրոմիության անդամ պետությունները, եւ բայց ընդդեմ որտեղ ասում տվյալ պետություններից իրանց ինքնությունը ամբողջությամբ ըստ էության խլում են, օրենք են ընդունել, ուրեմն այդ կառավարության բոլոր անդամները, 60,000 մարդիկ, որ ստորագրություն են դրել դրա տակ, ազգային ժողովի են պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել, դրանք բոլորը վաղը մյուս օրը հենց իրանց ընդունած օրենքով քրեական պատասխանատվության են ենթարկում։ Իսկ նրանք ովքեր կոչ կանեն միանալ Ռուսաստան-Բելարուս միությանը, դրանց պիտի հերոսի կոչում տալ, որովհետև գոնե առաջարկում են ոչ թե գնալ ինչ-որ պետության ստրուկ դառնալ, ինչ-որ կառույցի ստրուկ, այլ իրավազոր եւ հավասարազոր անդամ։ Հենց որ այս առումով հետո։ Հիմա ուղղակի դիմեմ մեր հարգարժան Արտյոմ Խաչատրյանին, ինչու Նիկոլը գնաց Բերլին, հետո Մոսկվա, հետո վերադարձավ Երևան, Նիկոլի ես պատերազմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ այդ ընթացքում ինչ է տեղի ունենում աշխարհում, աշխարհը ուր է գնում։ Ախր Նիկոլն ինչ գիտի ինչ է Բերլին գնացել, որ մենք էլ իմանանք։ Նիկոլը կա, մի ուղղակի են Բերլին, ասել են գնա Բերլին, հետո կգաս Մոսկվա, այնտեղ բարձր չի կարող դիկտաֆոնով ներկայանալ այդ նիստերին, հիշողությունդ կզորես, որ հիշես նայես, ով ինչ ասեց, զանգեզեք ծես, Նիկոլին ինչ, Նիկոլը տղա է, իրա հանձնարարությունները կատարում, վերադասին առայժմ արտարացնում, ուսենց հիմա, շատ հետաքրքիր բաներ տեղի ունեցան այս վերջերս, շատ հետաքրքիր, որոնք ուղիղ թե անուղղակի կերպով Հայաստանի հետ կառաջվեն եւ Հայաստանի համար խնդրեմ կդառնան։ Ուրեմն այս պարոն Թրամփը նոր ազգային անվտանգության դոկտրին ընդունեց
դոկտրինից չխոսենք, հիմա ամերիկան առաջի հերթին Մոնրոյի դոկտրին, որը Ամերիկայի այս երկու ամերիկաները ճանաչում էր ամերիկյան Բոստան եւ այլն, եւ դրա հիման վրա սա բան արեց։ Երկու ամերիկանները բացատրեն, որ հյուսիսային եւ հարավային բաները, նո կենտրոնականն է։ Հիմա Եվրոպային ընդհանրապես Լուսանսկում թողեց, մի նոր Յալթայի գաղափար առաջարկե Պուտինին ու Սի Ցզինպինին։ 5 երկրի մասնակցությամբ։ Ինքը իր շենիկ Ճապոնիան, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան։ Իդեալական տարբերակա իր համար։ Դե ինքը տարգաշ է, չէ՞, տարգաշ էշի մեկն է, բայց ինքը որ տարգաշ էշ է, գիտե դիմացին էլ է էշ, է տարգաշը գոնե հաստատ էշ է։ Հիմա նախ Եվրոպան լավության կարգով դուրս է թողել, ասել է Եվրոպան արդեն բան է, մեզ պետք չի։ Բարվաբոզ մայրցամաքը արդեն փտել է այնտեղ կրակն են իրան ձեռը, ոչ տնտեսական պրոգրես ունեն, ոչ մի բան չունեն, մարդու իրավունքները խախտվում։ Հիմա դրանով ինքը ինչ հարց է լուծում։ BRICS-ն ու ՇՕՍ-ը միջից հանում է, մեջտեղից հանում է։ Չէ, եթե Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան գալիս են ստեղ, BRICS-ը կիմաստազրկվի։ Բրազիլիան չի բերում, որովհետև դե ես եմ խազային այնտեղ ողջույն։ Արևմտյան կիսագունդը իմն է։ Ճապոնիային բերում է, որովհետև իր, ինչ ասեմ, մամուտելի ասելիքն է։ Դե Հնդկաստանն ու Չինաստանը։ Հիմա բնականաբար, ու ինչ է ասում է, այսուհետ մենք գործում ենք ընդհանրապես մենք որպես մեծ տերություն մենք գործ կունենանք մենք մեր բանում կիսագնդում արևմտյան ու բանում այդ հարավ-օվկիանոսյան տարածաշրջանում։ Они спрашивают, Թայվանին յան չի տալու, Թայվանից յան չի տալու։ Հələ դա հեչ, նոր օջախներ է ստեղծում, լավ, դու Հայաստանից գործում ես, դու Մոնրոյից ես գործում։ Հայաստան ինչ, այդ ինչ ես գործել, այդ ինչ Թուրան ես սարքում, Թուրան երկե չի կկասի, հա, դե մարդը ինչ պետք է ասի, ախպեր դե տունը նստած Մելանիայի հետ չայ եք խմում, երկու ախպերով եկան, թե ախպեր, մեծ ախպեր 30 տարի չեք կարող բարիշ ընդուլեզի բարիշացելա, դե ես է մեծավարի իմ քերոպական խոսն ասի, հա, Ալիևնի ասել, չէ, ֆանտաստիկա էր, էլի ասում, 30 տարի ոչ ոք չկարողացավ, այս մարդը մի օրում արեց, հիշում ես, չէ, Վաշինգտոնում Ալիևն էր ասում։ Բնականաբար սրա այդ մտահղացումը կմնա մեր մասազան պատասխան, որովհետև սա իրոք տարգաշություն է, սա ինքը մի կողմից փաստում են ինչ կա իրականում, իրոք Եվրոպան արդեն սուբյեկտ չէ, եւ դա նաեւ Միացյալ Նահանգների մեղքն է, գլոբալ սուբյեկտ չի մնաց այնտեղ, դրան ցույց տանես այդ։ Այստեղ ավելի էականը սրա ռևիզիայանում համաշխարհային պատերազմի արդյունքները, Ճապոնիան։ Հայաստանում չգիտեն, կամ շատ քիչերը գիտեն, ժողովրդապետը հաստատ չգիտի, որ ըստ միջազգային իրավունքի աշխարհում կա 3 իզգոյ պետություն, իզգոյ, պաշտոնական իզգոյ, դա Ճապոնիան, Գերմանիան, Իտալիան, ասին առանցքի երկրները։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ կան կետեր, երկու հոդված, մեկը 41, որ իրավունք է տալիս ցանկացած ՄԱԿ մշտական անդամի, անվտանգության խորհրդի, ցանկացած դեպքում ռազմական ուժ կիրառել այդ 3-ի հանդեպ։ Եթե նրանք սկսեն զինվել, միլիտարիզացիայով տարվեն, բան էսկո, մենք ում Սի Ցզինպինը ճապոնացի գեղեցկուն ինչ ասեց, այսպես չերես, որ ասես Թայվանի համար մենք վիզ կդնենք, դա Թայվանի վրա հարձակում, մեր վրա հարձակում է բանը, Սի Ցզինպինը իհարկե ասեց աղջի, ես ունի քեզ կլրջեմ այս ՄԱԿ-ի կանոնադրության։ Մշտական անդամներն է տեղը չեն պայի։ Շատ շուտով
նույն բանը Պուտինը կասի Մերսին, դեռ է թափով մարդիկ կրկնապատկում ռազմական բյուջեին չի իրավունքը նախ չունի։ Ճապոնիան է իր սահմանադրությունը խախտելով վերազինվում։ Բացի այդ, ՄԱԿ-ի իրավունք է տալիս ցանկացած մշտական անդամի, ցանկացած պահ այդ իրեկին պատժել։ Առանց անգամ գոլեգաներին տեղակ պահելով։ Հենց դրա համար է Փաշինյան Նիկոլը Բերլին է գնում, գնում մի հատ իզգոյ երկիր, ստրատեգիական համագործակցության պայմանագիր է ստորագրում, հա, ինքն իրանից հիացած, ինքն իրանով հիացած։ Եվ սենց բաներ։ Լավ, հիմա Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ի անդամ է։ Երբ որ ասենք Ռուսաստանը հարձակվի, օրինակ, պատժանա պատժել Գերմանիային։ Չէ, Ռուսաստանը դեռ կասի 5-ը չի գոհ։ Կասի, որ ինքը խախտել է իր բոլոր հետպատերազմյան պարտավորությունները, ես իրան պիտի պատժեմ, որտեղ միլիտարիզացիա եմ տեսնում, ռևանշիզմի վտանգ եմ տեսնում։ Ասում եմ, 3 հատ պաշտոնական իզգոյ կա այսօրվա աշխարհում։ Իտալիա, Գերմանիա, Ճապոնիա, 3-ն է օկուպացված։ Բայց այն երկուսը արդեն սկսում եմ կամաց-կամաց բանից դուրս գալ, էլի, այս Ճապոնիան, որում իր սահմանադրությունն է Ճապոնիան խախտում։ Գերմանիային շնորհիվ Ելցինի 90-ականներից թողեցին խաղ։ Բունդեսվերը իրավունք ուներ արտասահմանում որևէ գործողություն կատարելու։ Առաջինը բանն էր, Հարավսլավիայի ռմբակոծումներն էր։ Բունդեսվերը մասնակցեց։ Դրա իրավունքը չուներ, հետո օրենքի բանով Ելցինը զեն չանեց։ Բայց թե հիմի այս մասնը Ելցին չի, չէ։ Ճապոնացի այս սիրուն աղջիկը տեսնեք ո՞ր սկսվեց։ Սիրուն ասելով իրականում սիրուն է, թե ծերս է։ Անճորենի բանը դրա։ Բայց մեզ սիրուն է։ Ճապոնացիների մեջ սիրուններ կան, բայց թե կոնկրետ այդ մեկին չի վերաբերվում։ Սի Ցզինպինը անգամ չմռնչաց։ Երկու բառ ասեց, աղջիկ գնա տեղը դիմացի։ Գնա մի հատ քո պարտավորությունները կարդա, իմ լիազորությունները կարդա ծանոթացի, կլղջեմ կգնաս։ 40 եւ չեմ հիշում որի օր թողվածին համաձայն։ Եվ իմ 4 գոլեգային անվտանգության խորհրդում տեղեկի չեմ պահի, դրա իրավունքն է ունեմ։ Նենե գնաց զենը կտրես տեղը վեր եկավ։ Հիմա հասկանում եք, Թրամփը հակագլոբալիստը այդ լավ է։ Իր համար լավ, մեզ համար լավ չի։ Լավը Կամալան բանան էր, որովհետև նրանք ավելի շուտ ամերիկան կորսանման կհասնեին, քան սա։ Այդ լավ է։ Ուկրաինայում է պատերազմը ավելի շուտ կվերջանար։ Զգում է, որ Ուկրաինայում պարտվումը չի կարող հաղթել, ուղղակի չի կարող հաղթել, փորձում է թռնել, նես որ վաղը պարտության խայտառակությունը մնա Եվրոպայի եւ բանդերականների վզին։ Բայց այստեղ ուրիշ շատ հետաքրքիր պրոցեսներ են նշմարվում։ Օրինակ, հիմա տեսեք 100 տարի առաջ, լավ, մինչև առաջի համաշխարհային աշխարհում քանի պետություն կար։ Մի 40-50-ը։ 50-ից ավել, բայց 50-ից ավել։ Հիմնականում Լատինական Ամերիկայում էին ու Եվրոպայում։ Հա։ Հիմիկա 193 ՄԱԿ-ի անդամ։ Աշխարհանվտանգ դարձավ պետությունների գլխականակի աճով։ Ոչ։ Հեչ անվտանգ չդարձավ, չէ՞։ Այսինքն կարելի ասել, որ ամեն ազգին ամեն ազգությանով պետություն տաս, դա գլոբալ խաղաղությանը դա բան չէ։ Օգուտ չի։ Չի նպաստում։ Պետք չեմ խոսում են պետությունների մասին, որոնք ժողովուրդ չունեն, որոնց ծնում են, անուն են տալիս։ Ուզենային Ղազախ դնեին անուն, ուզենային Կիրգիզը թողնեին, ինչ ուզեն գան։ Բայց չեմ խոսում դրանց մասին։ Հիմա եւ Չինաստանում կան այդ ազդակները եւ Ռուսաստանում, որ պետք է աշխարհի պետությունների թիվը կրճատվի։ Դա չինացիք բացեի բաց ասում են, թեպետ սկանդալ բացվեց, թե Փարիզում իրանց դեսպանը, թե մենք չենք հասկանում այս հետ սովետական երկրների գենեզիսը, սրանք ով էին, ինչ էին։
Այդ ոնց բուսնեցին մեր քթի առաջ, ով էին դրանք։ Չենք հասկանում։ Հիմա դες ինչ հետաքրքիր պատկեր ես տեսնում։ Դե Ուկրաինայի լուծարման հարցը դա ընդամենը ժամանակի հարց է եւ Ուկրաինան կլուծարվի առանց որևէ պայմանագրի, առանց որևէ կապիտուլյացիայի։ Այսինքն ո՞ց 26 մարզեր, չէ, 5-ը արդեն միացել են Ռուսաստանին։ Չէ, որևէ բան եղավ, միջազգային ինչ-որ պայմանագիր, չէ, ուղղակի մարդը որտեղ գրավում, մտցնում է իր տարածքը, հանրակրվելով կամ բանով։ Է վաղը ուտեն մի 10 քանի մարզա մնացել, դրանք կվերցնի ֆրոնտի փլուզումից հետո։ Այն 7 մարզը բանդերականները կվերցնեն, բանդերական նախին տերերը, հա, Հունգարիա, Ռումինիա, Լեհաստան, Սլովակիա, երևի Բուլղարիային մի բան, մի թուլապայացնեն։ Այդ պետությանը կանցի պատմության գիրք, առանց որևէ միջազգայինորեն ինչ-որ ընդունված փաստաթղթի։ Պատկերացրեք, հիմա ես մի հարց, մինչև 91 թիվը աշխարհում Ղազախստան չկար, աշխարհը բան դուժել էր ղազախների չլինելու պատճառով, ինչ էր դուժ։ Ահա, Ֆրանսիան, եթե Ֆրանսիան հանենք դուրս գցենք, Ֆրանսիան լուծարվի, ինչը հնարավոր չի, հա, Ֆրանսիան կարող է ինքնալուծվել, բայց դա մեր պետությունը ինքն է իրան կերտել, չէ՞։ Աշխարհը շատ բան կկորցնի, եթե Ֆրանսիան հանենք դուրս գցենք։ Ռոմանտիզմը արվեստում, գրականությունում, իմպրեսիոնիզմ, պոստիմպրեսիոնիզմ մենք ֆրանսիացիներին ենք պարտավոր։ Ընդ որում իմպրեսիոնիզմը եւ պոստիմպրեսիոնիզմը գրեթե 99%-ով իրանք են։ Դու Վան Գոգն էլ է ֆրանսիացի, չէ, էթնիկ հոլանդացի, բայց ֆրանսիացի նկարիչ է համարվում, չէ։ Այսինքն այդ ժողովուրդը համաշխարհային գիտության, աշխարհի առաջին ինժեները ֆրանսիացի է Ռենե Դեկարտը, աշխարհի գիտության, փիլիսոփայության, բնագիտության, արվեստի մշակույթի հսկայական ներդրում ունի։ Հսկայական համաշխարհային ազգ։ Բայց ղազախները ինչ են արել։ 91 թվականին ստեղծել են, այսօր դարձել են լրջագույն գլխացավ երկու գերտերության համար։ Այսինքն իրանք իրանց դες պայեսին իրանց անկախությունն են օգտագործին, որ դարել են երկու մենակ ամերիկյան բիո լաբորատորիաների արկայությունը Ղազախստանի տարածքում սկզբունքորեն ռուսական եւ չինական սահմաններին դա արդեն գլխացավ չէ մարդկանց համար։ Դու պատկերացնում ես խիտ բնակեցված երկիր է Չինաստանը։ Դա արտահոս, թե դիվերսիա, թե ինչ-որ ոչ մի տուննավոր արտահոս կա, այդ երկրի գլուխը ինչ կգա։ Շատ թրագ հիմա Չինաստանին պետք է այդ երկիրը։ Պետք է Թրամփի պես նստենք պրագմատիկ մտածենք։ Ինչը կխանգարի իրանց, վաղը դրեն ուղղակի լուծարեն այդ երկիրը, Չինաստանն ու Ռուսաստանը։ Միլիոն քառակուսի կիլոմետրը թող գնա Ռուսաստանին, Չինաստանին, 1.7 մնա Ռուսաստանին։ Ինչն է, կամ ում պետք է հարցնեն նրանք, եթե աշխարհը մտնում է արդեն քաղաքական պրագմատիզմի դարաշրջան, գաղափարները, գաղափարախոսությունները արդեն տեսնում ես, վերանում են փաստորեն, գոնե աշխարհակաղակական հարցերում, չէ՞, անամերիկան փաստացի իր բնորանը դավաճանում է, իր բնորանին, իր հարազատներին, ապել ասում է դուք կործանված մարդիկ եք, դուք գնացեք մենակ կործանվեք, դրանից հեռու եմ, ես կգնամ նոր աշխարհ կկառուցեմ։ Ռուսաստանի եւ Չինաստանի ինչին ապետ մի վեցի բոստան անունն է Ղազախստան, Սերոյի բոստան, նրանց ինչին ապետ Տաջիկստանը, իսկ Տաջիկստանը այսօր մի վեցի ամենամեծ բոստանն է, այդ կրոկուստիտինով կազմակերպեց, տաջիկները ինչ են դեռ պարապած, լավ լգանք մեր կողմերը, չապատասխան շուշոտա էլի շնորհիվ Եվրոպայի այդ կործանվող աշխարհի Ադրբեջանը եւ մեր ապագան։ Չապատասխան շուշոտա։ Անգլիացիները այսօր Ադրբեջանում ավելի պինդ են, քան մինչև 20 թիվը, կամ մինչև Ադրբեջանի խորհրդայնացումը, չապազանց պինդ են։ Շատ անգամ ավելի շատ, քան Թուրքիան կամ եսին որը, անգամ Միացյալ Նահանգները։ Իսկ անգլիացիք մի բան որ բռնում են, մեկի կոկորդից բռնում են կամ ինչ-որ մի պրոցես են, նրանք երբեք չեն թողնում, չեն դադարում, չեն նահանջում,
Ինչև է ստանում են։ Իսկ Ադրբեջանը Անգլիայի բանում այդ ռեսերի վրա դա միակ ճանապարհը դրա գերեզմանն է։ Ուրիշ տեղ չունի գնալու։ Ոնց որ Ուկրաինան։ Ուրիշ տեղ չունի գնալու։ Որպես ինչ պետք է այսօրվա ռեալ աշխարհի գերտերությունները ընդհանրապես ուղղ Չինաստանն ու Ռուսաստանն են։ Ամերիկան արդեն ոչ մի աշխարհի process-ի վրա չի կարող ազդել։ Չի կարող ազդել։ Չի կարող անել։ Ոչ մի process-ի վրա չի կարող ազդել։ Այսինքն։ Օրինակ կարող է Ուկրաինան Իրանով անել, չէ։ Կարող է պատը, կարող է Ուկրաինայի լուծարումը դադարեցնել, չէ։ Կարող է Վենեսուելան Իրանով անել, չէ։ Հələ թող փորձի ջունգլիները մտնի։ Դա բավարար կիշկը կորցնի ու միսօրը Թրամփի կգան թարսի կախեն Ամերիկայում։ Իրանի հարցը կարող է լուծել, ոչ մի չի կարող լուծել։ Այս մարդիկ ամեն ինչ կարող են անել։ Ոչ մի բան չի կարող անել։ Հսկայական խելքից դուրս այս էշը, տարգաշ էշը, եկել էր տարիֆներ էր փոխել, մաքսատուրքեր էր շատացել Չինաստանի վրա։ Սի Ցզինպինը գիտես ինչ արեց։ Կարծեմ ինքն է մի թեթև բարձրացրեց Իրանը, բայց ամենավատ բանն արեց ամերիկյան մղձավանջային երազը իրականացրեց։ Արգելեց Ամերիկան ներմուծել, արտահանել այդ հազվադեպ փողերի մետալները։ Մի ամիս լիթիում դերեն ինչ կա չկա, այն առանց որի էլեկտրոնիկա գոյություն չունի, առանց որի ռազմաարդյունաբերական համալիր գոյություն չունի։ Մի ամիս ամերիկացիք սոված նստան։ Աշխարհի համաշխարհային շուկա 90%-ը Չինաստանինն է։ Մենակ հանքեր չնայ այնտեղ վերամշակման խնդիր կա, չէ՞։ 90%-ը Չինաստանում է։ Ուղղակի ցանկի բերես Սի Ցզինպինը։ Առանց լոպաց դուրս տալու, առանց բան։ Այսօր Միացյալ Նահանգներն է անցյալի տերությունն է։ Օրեցօր նվազում է նրա ազդեցությունը աշխարհում, նրա ռեսուրսները, նրա լծակները ազդել սրա կամ նրա վրա։ Նրան մնացել են ինչ գրանտակերական ռեժիմները, որոնք ինքը բաժանել է տարբեր երկրներով, որոնք հիմնել է տարբեր երկրներում, որոնց առաքելությունը Ռուսաստանի եւ Չինաստանի վնասել է, դրանք էլ առայս պահը գոյություն ունեն։ Բայց շատ քիչ կտևի այդ երջանկությունը, չէ՞։ Օրինակ մի վաղը նստած հանի խոսում են Թրամփը, Պուտինը, Սին, խոսում են։ Կասել ախպեր ջան, հա, լավ է որ Ամերիկայից դուրս չես գա։ Լավ, դու Հայաստանի ինչ գործ ունես արա։ Ինչ պետք է ասի։ Չէ, ինչ գործ ունես Հայաստանի։ Հայաստան շատ կան, իմ մոտ քննել են որ Հայաստանի։ Խնդրել են, չէ։ Ապեր մենք եկե խնդրենք դու յանտու Հայաստանի։ Չեմ տալի։ Դե չես տա դե ուրեմն գնա Թրամփի բան արա։ Մի յանտու։ Թայվանի հետ ինչ գործ ունես։ Ծերդ քաշի Թայվանի վրա ես այդքան բանն եք ասում։ Թայվացիներն են խնդրել, որ իրան։ Հա, ինքդ էս խնդրանքներ բան։ Ուրեմն 20 միլիոն թայվանցի խնդրում է դու դերից յան չես տալիս, միլիարդ չինացի խնդրում է մեժում ես, հա։ Դե բայ ձերքդ վրան բայ։ Լսի Ուկրաինայի փակման օրը գորոր աշխատեց որ չկա այդ երկիրը։ Թայվան ամերիկացին ինքը ռադ կանի, ասի ապեր ես պիտի գնամ հանձնեմ։ Ես Ուկրաինա չեմ ուզում դառնալ։ Դրախտային երկիր ենք սարքել։ Մեր ինչին է պետք է։ Դե գնանք կոմունիստների հետ կապրել, ինչ Հոնկոնգը չկերան։ Ուկրաինայի լուծարումից հաջորդ օրը Ուկրաինայի 40-ը չլրացած, Թայվանը ինքնակահանձնվի, կհանձնվի։ Ռեմբրանդի բան անարակ որդու վերադարձ, ասես գլուխը կգա, կհանձնվի։ Իրա մետրոպոլիային։ Հայերը խնդրեն անում ես, հա։ Այս երկու հարիքն է պետք է գնան փորձեն KGB-ի գնդապետին, հա, հարիստեն թե ցավը տանեմ հաց ու կալբասից բացի ուրիշ բան չի գնալ այդ ճամփով, չէ։ Ուզում ես քո հաց ու կալբասը կտանենք, կբերենք, քեզ այդքան պրիմիտիվ է շնի, ասում եմ Ռուսաստանն է դիվիդենտներ կգա այդտեղից։ Հա դուք Ռուսաստանի գլխացավի տվեք, այդ չի չուներ։ Ռուսաստանը ձեզնից խերվելու կարիք չունի։ 원래 մեր մասին խոսա, մեր։ Մեր մասին եմ խոսում, այն։ Հա, ես շատ հետաքրքիր եմ այս սրա այս թազա յասայի պրոյեկտը մի շատ հետաքրքիր
Ռազմորկա ասեմ, բազար վաղզալ ասեմ, ինչ ասեմ, շատ հետաքրքիր պրոցես կառաջացի այդ 3-ի մեջ։ Պաստորնիկը վերացում է 2 կառույց, Ռուսաստանի Չինաստանից ստեղծած։ Դեռ այդ մարդկանց ոչ մի բան չի տալիս։ Հասկանում եք։ Ու ոչ մի դիսկ չի ուզում իջել։ Որպես մխիթարանք իրանց տալիս է, որ Եվրոպայի դուրս եմ քողնում ընդհանրապես գլոբալ քաղաքականությունից։ Եվրոպասն էստենից էլ Եվրոպա չի մնացել։ Իսկ Իրանա դուրս մնում։ Ամենաանճար դե ես մի բան ասեմ, օրինակ պատկերացրեք հետևյալը։ Վերցնում ենք 2 համաշխարհային պատերազմները, 2 համաշխարհային պատերազմներն էլ նպաստեցին, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը լավ աճի։ Մի պատերազմ չկար 29-32 թվական մեծ դեպրեսիա, էլի ռուսներն օգնեցին դրանից, չէ՞։ Չէ, հետո նորից պատերազմ երկրորդ համաշխարհային, Միացյալ Նահանգները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի առաջի էկոնոմիկան 60% էր։ Դու հիմա չէ, նայի իրանք ինչ արեցին։ Իրանք Եվրոպան դարձեցին իրանց հսկայական սպառման շուկա, հսկայական, դեռ ինչ կան, այն ժամանակ չկա, մի 400 միլիոն ապրում էր, իսկ քիչ չի, չէ։ Հսկայական սպառման շուկա։ Եվ հավերժ պարտքատեր։ Այդ Մարշալի պլանը չէր, ամերիկյան տեխնոլոգիաների, ամերիկյան դա Եվրոպան։ Հիմա նույն Եվրոպային, երբ որ ինքը Եվրոպայի գրքին որպես զոնտիկ կանգնած է, մեկ է զոնտիկը Եվրոպան փաստորեն հիմա կապ չունի շուկա է, բայց իր վրա բավականին թանկ է նստում։ Չէ, վատի թանկ չի նստում։ Դե լավ, հիմա նույնիսկ եթե լինի Ռուսաստանը բոլոր ծախսերը ինքը փաթաթել է եվրոպացիների վրա։ Համաձայն եմ, բայց դրա համար եմ ասում։ Ինքը ամերիկյան զինվորների մենակ աշխատավարձն է վճարում։ Կապ չունի, հիմա եթե լինի Եվրոպա, ամբողջ Եվրոպան, որ այսօր Ուկրաինայի տարածքով է պատերազմում Ռուսաստանի դեմ, իր տարածքն էլ ներքաշի այդ պատերազմի մեջ, դա բացի այն, որ Միացյալ Նահանգներին տրիլիոն դոլարների օգուտ կբա, վնաս չի տա։ Դա իհարկե վնաս չի տա։ Դրա համար ինքը շատ շահագրգռված է։ Մի քիչ վնաս կտա, որ եթե եվրոպացիների վիճակը կոպիտ ասած, եթե $100 ապրանք է վաճառում Եվրոպայում, այդ դրանք աղքատած են քանդվան պատերազմ արդեն 60-ի կվաճառի։ Պատերազմը մի օր կավարտվի, Ռուսաստանն իր սովորության համաձայն այս անգամ էլ Լոնդոնից հետ կգնա։ Չի գնա, չէ։ Պուտինը 25 տարի գիտենք իրան, ինքը պատմական սխալներից դասեր քաղում է։ Ստալինը չէր քաղել։ Ստալին գիրես իր բարությունը խանգարեց շատ դեպքերում, որտեղ ոչ մի նորմալ մարդ չի կարող բացատրել, թե ինքը որպես ինչ Ֆինլանդիան պաշտպանեց որպես պետություն։ Դու ինքը պետք է հանրապետությունը չվերցնի իրան, պետք է բզգտեր դրան մաս, Պսկովի, Նովգորոդի հայ ու այդ մարզերի մեջ ոչ ոք չի հասկանում։ Անկամ Հունգարիային բաժեց, Ուժգրադը վերցրեց այդ Անդրկարպատները, այդ առանցքի երկրներին միանալու համար։ Հունգարիան սոցիալիստական էր, բայց չէ տղի ջան, դուք պատժվեք։ Սլովակիային պատժեց։ Դա անկախ պետություն կրում էր Սովետի դեմ, չէ, հայտարարված պատերազմով։ Սովետական միության ամենաարևմտյան կետը այդ չոպը, այդ փոքր տեղը, մի Ուկրաինայում ապարդա։ Դրանցից է բայց դրանք ներես։ Ֆինլանդիա պետք է գոյություն չունենար։ Եվ իհարկե այս ամեն ինչը Պուտինի աղբերները կարող է ողջ լինել, չէ՞, թե Ֆինլանդիան չլներ։ Բլոկադայի 30%-ը իրանք են ապահովել։ Բլոկադան երբեք բլոկադա չէր Լենինգրադի, առանց ֆինների մասնակցության։ Պուտինն աղբերա կորցրել է։ Այսինքն չէ, Ստալինը էլի Ալեքսանդր II-ը չէր։ Հա, բայց դա ինձ թվում է ինքը իհարկե ոչ Պուտինա, ոչ բան, բայց դա ոչ Ստալինա, ոչ Լավ, եթե Փարիզից հետ չգար Ալեքսանդրը։ Հա, ինչ տեղի կունենա։ Առաջինը, չէ։ Լսի, Փարիզ ախր ինքը քանի լավություն է Ֆրանսիային արել։ Նախ անգլիացիք, ավստրիացիք, գերմանացիք, ասում են ախպեր, Ռուսիաներ էր ժամանակ, միասին։ Արի вообще քանդենք ես։ Բանանենք, զավչացների բաժանենք ես երկիրը, Լոտարինգիա, ասում են։ Ասես չէ, պետք է Ֆրանսիան միասնական անի։ Всё, ոնց կա։ Հələ ավելի
ոչ էական բան ասեմ։ Ալեքսանդր որ Փարիզ է մտնում, Ռուսիայի ու Ավստրիայի ղեկավարների առաջին խնդրանքը գիտես որն ա եղել։ Թող եվրոպական ավանդույթի համաձայն քաղաքը վայելենք 3 օր, թալանենք։ Աշկելում ան մարզասրահը մենք մառաջող չենք գալ, այս եկես տեղը մասը որ մառաջողություն անեմ։ Հանձն ռուսարին չի սա։ Հա, աշկելել է։ Աշկելել ասե վերք ֆրանսիացիք էին զարմացած մի քիչ Սուորով որ Իտալիայում Շվեյցարիայում են դարաս ասես քաղաքները գրավում են կանանց չեն բռնաբարում, ասես բան կլներ այս ռուսները վայրենի են, ես ինչ են արա։ Ո՞տ Սուորովի զինվորների թաթիկներն էին փաչում։ Միլանի աղջիկները, որ անդոմփ էին մնացել Սուորովի բանից 99 թվին ուղղափառ զատկի նախորդին մտավ մի բան։ Դե Չերչիլը Գերմանիան բաժանում էր 6 մասի։ 6 մասի։ Նրա պրոյեկտը 6-ად Գերմանիա էր։ Էլի Ստալինը չթողեց, ասեք չէ։ Այդտեղից դուրս եկած չլի։ Չէ։ Ստալինն ասեց չէ, միասակա Գերմանիա, նեյտրալ։ Նրանք է չէ, նեյտրալ չէ, դերում նեյտրալ չէ։ Ես եմ փայը կպայեմ։ 6 մասի էր բաժանում։ Դեմոկրատ բանը Չերչիլը։ Ամերիկացիք է կողմ էին։ Հասկանում ես, նայ, բանը երբ գերտերությունների շահերը համընկնում են, իրանք ամեն ինչ կարող են անել 5 րոպեում։ 5 րոպե չի տևում, էլի։ Երբ ժամանակին մի քանի անգամ 20-րդ դարում սովետական միությունում Միացյալ Նահանգները համատեղ գործել են։ Գիտես ինչեր են արել։ Օրինակ 56 Սուեզի կրիզիսը։ Եվ Էյզենհաուերը Սպիտակ տնից, Խրուշչովը Կրեմլի ջղայնացան, թողին ռադերիկաշին գնացին։ Եգիպտոսը առանց մի կրակոցի պատերազմը հաղթեց։ Դες բան աշխարհում չէ, առանց մի հատ կրակոցի պատերազմ հաղթեց։ Բա։ Կամ 60-ականների վերջին բռնեցին զինա թափեցին են խեղճ հարավային Աֆրիկային։ 6 հատ միջուկային ռումբ էին հասցրել արտադրել, միաժամանակ ջղայնացան, ձեռքերի ծառան, մի քանի տարուց է Սորոսին ուղարկին, գնաց նրանց դեմոկրատիա սովորեց սրա, այդ երկրի հերնանեցին։ Բա դրա համար ինչի չի սիրում հարավային Աֆրիկան, միշտ չա լայ տալիս Իսրայելի, մակում ինքը դատի տվեց, չէ Իսրայելին։ Իր հայցադիմումով, այս Գազայի ցեղասպանության պահով։ Այդ հարիվների փողով ստեղծին իրանք իրանց ռումբը։ Ֆրանսիացիների սրած տեխնոլոգիայով հարավաֆրիկյան փողերով ստեղծեցին նրանց ձեռքից զենքը չարան, իրանցը թողին։ Իսկ իրանցը ինչի թողեցին, որտեղ սովետականությունը մենակ չէր կարող դա անել, Ամերիկայի հետ միասին կանեին։ Այսինքն այս է հարցը, եթե ես որ ասում եմ աշխարհում պետությունների թիվը կտրուկ պետք է սկսի նվազել, մենք կտեսնենք այդ բանը, Ուկրաինայի լուծարումից հետո կտեսնենք ինչքան պետություն կպակասի աշխարհից։ Առաջինը Ղազախստանը, հետո Ադրբեջանը, Դա Հայաստանը։ Դե Հայաստանը ես ինչ ասեմ։ Ախված է հայ ժողովուրդը։ Գիտես ով կմնա այս իսկական պետություն ով կմնա։ Նո ՄԱԿ-ի անդամ Չեզոք պետություն։ Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, ում վրա մենք ծիծաղում ենք 11 տարիներ։ 30 տարվա 3 ամենագլոբալ մակարդակով մարտանշել է իր չեզոքության 30-ամյակը։ Պուտինները աշխարհի լրջագույն մարդիկ էին հավաքվել։ Այդ երկիրը լուրջ են ընդունում, չէ՞ որ գնում են։ Իր չեզոքության 30-ամյակը։ Այս բանն էլ էր գնացել Վահագն Խաչատրյանը, թե հրավիրել էին, թե տելեջանվել էր։ Մի հոգու այդ պետությունը գլխասավ չտվեց, մի հոգու, մի հատ գրանտակեր չկա, այդ որ մի ռուսաֆոբիան վխտում է Ղազախստանում, այդ Ղազախստանի որակից չէ, այդ Թուրքմենբաշին գրանտակեր բուծել իր մոտ նույն բանը կլներ, այդ իշխանության որակից է, չէ, նույն Ուզբեկստանի մասին կարելի ասել, ընդեղի չկա այդ խայտարակությունը, այդ է իսլամ Կարիմովի արժանիքն է,
Դրա համար վաղը որ վերացան շատ-շատերը, իրանց այդ երկու պետությունը կմնա։ Ու քեզ ասեմ, պատմականորեն երկուսն իրավունք ունեն մնալու։ Մեկը Թամերլանի երկիրն է, Թամերլանը աշխարհում միակն էր, որը վերջ չտվեց Օսմանյան կայսրության։ Չէ, չկարեցավ։ Ոչ չկա։ Երկրորդ պախոդը եթե ինքը հասներ, մեռավ էլ եմ ասում։ Օսմանյան կայսրությունը փլուզեց մարդը։ Չէ, եթե չմեռներ, ապրել, էլ չէ վերականգնվի։ Թամերանից հետո վերականգնվեց, բայց եթե Թամերանը 10 տարի ապրեր, դրանց կլղեր կվերջացներ։ Այն երրորդ արշավանքով էլ էր ուզում ընդհանրապես վերացնել, բայց բայց հիմա դու լսի պատմության դասընթացներ կան հատուկ։ Տարբեր մարդիկ հիմա եւ Թամերլանի, եւ Չինգիզ խանի, Բաթու խանի, ում անուն ուզում ես տուր։ Գալիս են, ոչ թե Հայաստան է եղել, այլ Ադրբեջան ու Վրաստան։ Եվ դա մեր էս ԿԳՍՄՍՍ, այ ՑՊՍՍ Ղազարյան պետոյի տնկանեցին չէի սպասում։ Չէ, բայց հիմա ախր գոթող հետևեն Վիկոպեդիա, Միկոպեդիա, սաղ տեղերը, որ Չինգիզ խանը եկավ, բանը Ղարաբաղում է, չէ, Լենգ Թեմուրը մի ձմեռ անցկացրել։ Ադրբեջանում ադրբեջանցի ժողովրդի եւ այլն եւ այլն։ Այս մարդը վաղը Մեսրոպ Մաշտոցին կհրճակի միջազգային իրավունքի խախտիչ, որ Ղարաբաղում թքելով Ալմատայի դեկլարացիայի վրա դպրոց է բացել։ Հայկական դպրոց։ Մեսրոպ իր առաջի դպրոցը Ղարաբաղում բացել։ Դա համարս։ Բայց Ալմատայի դեկլարացիա չի խախտել, խախտել է։ Խախտել է։ Խախտիչ է։ Բա։ Մարդը լույս գործ է անում, այդ տարեվեզ մարդը աշխարհի ամենահին ինստիտուտը քանդում հայ առաքելական եկեղեցի։ Մշտական գործող ամենահին ինստիտուտն է։ Ըստ ամենայնի, ես Իրանից ինը չգիտեմ, որը 1724 տարի անընդմեջ գործում է։ Լրջագույն քաղաքակրթական արժողության նշանակության հարցեր է լուծում, դու ասում ես ախր հասկանում ես, էլի նայ պատմական փաստը էլի չես կարող խեղաթյուրես։ Մեկնաբանել կարող ես խեղաթյուրված, հա, ինչ որ այլասերված ձևով մեկնաբանես, բայց օրինակ ես Ադրբեջանի պատմագրությունը մի խայտարակ բան է դառել։ Ուրեմն նայ, սրանց ազգի հերոսը Բաբեկն է, չէ՞։ Սովետի վաղտով ֆիլմ է նկարին այդ խուրամիտների։ Բաբեկը իրականում պարսիկ է եղել, կամ ծայր դեպքում թալիշ։ Բաբեկին վերացրել են այսօր ադրբեջանցիների պապերը, խալիֆը որ հոգնում է Բաբեկից, ասում ապել գնացեք այդ բարբարոս թուրք ցեղերից փողով բանակ բերեք, ես կվարձեմ, Բաբեկի հարցը դրանով լուծեք։ Դրանք եկան Բաբեկի հերնանիցին, Բաբեկը փախավ Ամարասի իշխանը նվեր տվեց խալիֆին, հայ իշխանը, հա։ Հա։ Ով արեց դա թուրքերն արեցին։ Ու հետո էլի չգնացին ստեղից։ Բայց դրանք մեր տարածաշրջանում ոնց հայտնվեցին։ Դա 8-րդ դարն էր։ Ասես դու պատկերացրու թուրքերը, ադրբեջանցիների պապերը եկան Բաբեկի հերնանիցին, այս խուրամիտերի ապստամբության։ Բայց իրանց ազգայիններոսը Բաբեկն է։ Եթե ով փաստա չէ, բրիտանիկուսը բաց նա ով է Բաբեկի հերնանից է։ Խալիֆը հատուկ զորք բերեց, իր գեներալին ուղղակի գնացին, վարձկաններ հավաքեցին, ոնց որ այսօր Ուկրաինա են տանում, ՑՌ-ուն ասեն եկել։ Բայց հիմա ավելի հին են տանում, հիմա որ նոր նայես, որ նոր գրել են ու կարդում են իրանց պատմությունը, Բաբեկից շատ հետ են տարել։ Ֆերջանը մի ղազախներն են, դու ես ասում, թե ում են։ Եթե Նիզամի Ջանջային, որը պարսիկ գրող է, նրանք հռչակել են ադրբեջանցի։ Մի տար ադրբեջաներին գրել է։ Չէ։ Այն մարդը արաբերեն չէր գրում։ Արաբերը պարսիկ էր, հա, այն ժամանակ Պարսկաստանը քալիֆատի մեջ էր, հա։ Այդ մարդը արաբերեն չէր, այն նույնը Ավիցենան։ Նոնո Օմար Խայամը դրանք բոլորը պարսիկներ են եղել։ Օմարը շուտ է եղել։ Հա Ջանջայում ծնվել է այդ հարիֆը, հա, բայց դա ինչի մասին է դա խոսում։ Որտեղ որ այդ ժամանակ թուրք չկար այդտեղ։ Եթե մեր Երևանում մոսկիթը իրանք հրճակում են ադրբեջանական,
Էջմիածում էր Արգաբանդիեն դամբարանել են ասում ադրբեջանական ու ջղայնացում են թուրքմեններին։ Իրականում դա թուրքմենական է։ Մի աշխարհ։ Հասկանում ես, պատմություն ունեցող մարդը, այքո հարգված մարդը Տեր-Պետրոսյանը, խելացի բան ասում արա, դուք աշխարհի եզակի պետություններից եք այսօր, որը մեր թվարկությունից առաջ պետություն է ունեցել։ Այլ խի եք անում ավելորդ կեղծիքների հետևից։ Ադրբեջանը կեղծումը հասկանանք, հա, ինքը պարզ է, իհարկե։ Դա կեղծի։ Օրինակ, ամերիկացիք չեն կեղծել։ Ամերիկացին ասում մենք ինչ 2000 տարեկան ենք, հա, ես իմ բաբեկին ենք ջարդել, հռոմեթի, չէ։ Ամոթ բան չի երիտասարդ լինելը, ամոթ, հա։ Այդ ազգը ձևավորվեց եվրոպական կոլոնիստներից, փաստականներից, հիմնականում ովքեր էին։ Իռլանդացիներն էին, Շոտլանդիայից շատ գնացին, անգլիացի, այդ էին։ Գերմանացի, հոլանդացի, դե Նյու Յորքը հոլանդական քաղաք էր, չէ՞։ Ոչ միայն Հոլանդիա։ Նյու Ամստերդամ էր անունը։ Նյու Յորքի մասին Հետո անգլիացի կամաց սարին քշեցին դեղից խալեցին։ Ամոթ բան չի էլի։ Իսկ այս ծեշերը, քանի որ աչք ունեն ուրիշի տարածքի վրա, այս տիպված տիրած մեծացնեն, չէ՞։ Մեծացնեն։ Եվ իրանք դիսոնանսի մեջ են գնում համաշխարհային պատմագրության մեջ, որը ասում է, որ 8-րդ դարից թե 9-րդ դար բաբեկը որ թվերին էր։ Շուտ ստեղ թուրքի ոչ չի եղել։ Թուրքերը ավելի շուտ հասել են Հռոմ, Եվրոպա, Ատիլայից առաջ, չէ՞։ Ատիլան Ատիլային ինչ է թուրք ասում, որ թուրք էր Ատիլան։ Չէ, դե նրանք ավելի շատ գուն էին դրանց ասում։ Գունները թուրք են։ Գունները թուրք են։ Ատիլան մաքուր թուրք էր։ Բայց արդեն Եվրոպա թուրքերի բնիկ հայրենիքը որտեղ է, արդեն կարող անցնել, նայ ոչի անջատվել։ Չէ, չէ։ Կենտրոնական Ասիան ու Ալթայը։ Հա, ամենաբնիկը Ալթայն է։ Չէ, բայց այդ ժամանակ գուները շատ ավելի էսկոմ էին, արևմուտք էին մնում, քան թե Ատիլան որտեղից շարժումը սկսվեց։ Ատիլան նախնդեղ է ծնվել Եվրոպա արշավ։ Այո, այդ եմ։ Ատիլայի հոր մասին խոսի դու։ Թե պապի մասին։ Նունայ ասում են, այդ նոր դե Հռոմի կործանողը իրանք էին, էլ։ Դե այնքան է իրանք չէին։ Այս Բալկանները որ կան այսօր Ռուսաստանում, դրանք բուլղարացիներն են։ Ատիլայից ցեղերից էին դրանք։ Ուղղակի մի մասը մնաց տեղը չգնաց Եվրոպա, մյուս մասը գնացին Եվրոպա սլավոն դառան, զարմանալի տրանսֆորմացիա է, չէ՞։ Լեզվով անում, հետո ուղղափառ, սրանք մնացին Բալկարստեղից Կովկասում, 1500 տարի առաջ։ Եկան ասին ախպեր, մենք մեր յակերը ստեղ կգցենք, դուք շարունակեք։ Լավ, օրինակ Տամերլանը, Լենգ Թեմուրը ինչ էր ազգության։ Թուրք էր։ Թուրք, լավ, թուրք ասենք։ Թուրք էր։ Ախր թուրքերի մոտ ոնց է, նայ, թատար այդ բանը ոնց է գոյացել։ Մոնղոլները հասկացանք։ Չէ, մոնղոլները թուրք չեն, բախի թուրք։ Թատար։ Հիմա Էդնոնի ծագման պատճառը գիտես։ Չինգիզ խանը ուներ գեներալ։ Անունը Թատար էր։ Թատարն է թուրք ցեղի բան էր, դիրեկտոր, ցենց ասենք։ Դե ռազմական դեմոկրատիայի ժամանակներն էին, չէ՞։ Թատարի անունը մնաց այդ ժողովրդին իրացել։ Սելջուկ սուլտանի անունը մնաց սելջուկներին եւ պետությանը եւ այդ ազգին։ Օսման առաջինի անունը մնաց եւ դինաստիային եւ այդ ազգին։ Թուրքերը դենց են, չէ՞։ Օղուս խանի անունը մնաց այս թուրքմեններին, որտեղ Պուտինը այսօր գնացել է։ Արաբա սոլիդ երկիր ելնեիք, թուրքը համբալներ, դուք եք ձեր 30-ամյակին միջազգային սիմպոզիումներ անեիք, մարդիկ գային, այլ երկրների մարդիկ գային։ Աշխարհակահաղական դուք սուբյեկտանությունն է վերացրեց սա Հայաստանի։ Բայց սա ինչ է անում, ամերիկացիք ասում են գնա այդ Հռոմի ստատուս ստորագրի, որ Պուտինի ոտքը կտրես Հայաստանից։
Իսկ ծրագրի ժամանակ շահորտներն ասում էին, թե մենք երկու նպատակ ունենք։ Մեր ինքնիշխանությունը Չէ, նկատում Ղարաբաղցիների իրավունքների հարցը, հա, եւ բան անենք, ադրբեջանցի դատենք։ Համբալներ, քանի ադրբեջանցի եք փորը տվել։ 2 տարի եղավ համարյա, այս փետրվարին կլինի 2 տարի։ Չէ, այս վերջի հայտարարությունը լսեցի՞ր Գերմանիայում։ Չէ։ Եկեք դուք միասեք Արևմտյան Ադրբեջան, մենք Ղարաբաղը մոռանանք ավոս։ Դե։ Իսկ ինչ ասեմ։ Աբոջան ես ասում եմ, հայ արևմտականը հայ չէ, Գրանտակերը մարդ չէ, այս մարդը եւ Գրանտակերը եւ արևմտականը, ինքը հայ չէ։ Ինքը ծառայում է արևմտյան շահերին, արևմտյան շահերն է միշտ կործանել են Հայաստանը։ Որ Հայրիկյանի մի օր կտենաց, ասա պարոն, ասա 2013-ին, երբ Սերժը միացավ բան, այդ մաքսային միություն։ Դուք ոչ հասկուսակցություններով ճաղում է երկրի մեջտեղից, դա ինչ միտինգներ էր անում։ Վերջի կոպեկը տալիս էր պաստառների, ոչ երադիկտատորներին, կեցա 27 դեմոկրատիա, բա, ճիշտ մի Սերժը թքես այդ Եվրա ասոցիացիան վրա գնաց մաքսայի 13 թիմներ։ Արա հանի Ղարաբաղ են սրանք ռասխոդարը։ Էլ բան չի մնացել որ անել, հələ գնա մի հատ միտինգի հիմի արա էլի։ Չի կարա, որտեղ իր ամիշ ներքին ազնվություն կա։ Այս ամեն ինչը իր սրտով է, եթե իր սրտով է չէ, ինքը համակերպում է դրա, որ ասում է իմ սրբավայրն այդպես որոշեց ինչ անեմ։ Հասկանում ես։ Էս է դրանք։ Եվ դա մեր ամենը։ Այս մարդը ամեն ինչ արեց, որ աշխարհից դուրս մնա, աշխարհի համաշխարհային process-ներից դուրս մնա։ Դառնա մի հատ բրիտանա-թուրքական կծոտ Տրամփն է ան իրանց լավություն արեց, իրան բարիշացրեց Ալիևի հետ, որը ոչ ոքի չէր հաջողվել, բայց Տրամփի պես տղեն նստավ այդ երկու հարցի հետ։ Մեր մտածում են, թե վաղը Պուտինին ինչ պետք է ասեն, Պուտինին, Իրանին ինչ պետք է ասեն, Չինաստանին ինչ պետք է ասեն։ Ոնց պետք է համոզել, որ Հազուկ Աբասից բացի ծայրերի դեպքում կարող է ձեթե գնա, մեկ է կարակ, հա։ Կարակը կասե ճամփով Իսագուլյան։ Կարակը թե այդ Թուրանով սրանց սարքած։ Կանցնի, չէ, չի փշանա միջև տեղ հասնի։ Ինչ է։ Դու կարակը գնացքով գնա, այս տրաֆիկով։ Չէ, շուտ փշասով ապրակ չի կարակը, եթե ասում, թե չէ։ Նայած թե Սառնարանով է ստանում, ամենևին շուտ փշասով չի։ Այդ խոսքով վիճակը բավականին բարդ է, հիմա մի խոսքով ես նայ եթե լավ շնորհքով հումանիտար կրթություն ունեցող երիտասարդներ ես ճանաչում, ասա թող դիսերտացիաներ գրեն այսօրվան այսօր։ Աշխարհը դե թող մեր եթե նայեն ասեն աշխարհը գնում է պետությունների գլխականագի պակասեցմանը, նվազեցմանը, որովհետև նոր պետությունները բոլորի համար դառնում են գլխասար։ Նորտեն մեծ ամբիցիաներ են ունենում։ Չէ, որտեղ ասում են մեկ այլ կենտրոնի ձեռքը Ղազախստանի տանզին էր 1000 տարի մնա բիոլաբորատորիա իր տարածքում։ Չէ, Ամերիկա գնաց ամերիկյան համբալ դառավ, բազմավեկտոր դառավ, հա։ Եվ արեց Աղբեջան, այսօրվա դրությամբ ինքը խնդրեմ ունի երկու մեծ դերության հետ։ Իսկ եթե այդ երկուսը որոշեն, որ Ղազախստանը պետք է չլինի այսուհետ, այդ օվկիանոսի ցեկում իրան ոչ ոք չի փրկի։ Եվ Ուկրաինայի լուծարումը կլինի նախադեպ։ Դե, Աստված ցենը շուտ լսի, լուծարվի փոխությունը։ Ձերս չէ, եւ հենց այս պահին պատմականն այն դարաշրջանների փոփոխությունն է, չէ։ Լրջագույն փոփոխ։ Հայաստանի իշխանությունը զավթեց աշխարհի ամենագերագետ բանը հայ ժողովրդի հատվածը։ Ինտելեկտուալ մեռում են բոլորը, հատկապես Բադալյան Լուլուն, Սիմոնյան Ալենը, Ալեքսանյան Վահագը, որ մեկի արա ինտելեկտից ով են դրանք։ Հենց մի պրի դրանց հեշտ գար էլի։ Պարզ։ Դաժան է եւ շատ ծանր այս ամեն ինչը մենք տեսնենք ինչ է հնարավոր անել, որպեսզի ասում եմ փրկենք մեր երկիրն ու մեր ժողովրդին։ Հիմա տեսնենք մեր հայկը ինչ է ուղարկել, ինչ որ ադրբեջանական նավթամթերքի ներկայացնա, հա, այդ Մեհեր Գրիգորյանը որ ասել է, դա արդեն գիտենք։ Արդեն ուզում են Ադրբեջանից նավթամթերքներ գրեն մեր Մեհեր Գրիգորյանը։ Հա գրզոն կանի, գրզոն ինչ։
Ոչ միայն գազան։ Դե, եթե բանն ես ասելու այսօր քո Չէ, հիմա ինչ ասեմ, Հայաստանի փրկությունը այնա, որ դե պարզայիս իշխանության օրոք դա չի լինի, ինչ-որ մի հրաշքով իշխանափոխություն կամ ռուսները կարող չի բացառում նորմալ թեկնածու տեսնեն միջամտեն, գիտես, այս գալի կտրություններին, հəl մինչև այդ չեմ կարծում բազմավեկտոր թեկնածուի վրա ռուսները ինչ-որ բան անեն, ստավկա դնեն, որպես հենարան իրենց բացառված է, դե բազմավեկտորը տեսար ես մարդիկ 20 տարի։ Միակ փրկությունը հայերի ամերիկացիների շալակից իջնելն է, վերադառնալը ռուսական աշխարհ, ռուսական ծիր աշխարհաքաղաքական, նորացի ճանապարհ, թե չեմ։ Կլուզարվի կպերսնի, կլուսվի շակարի պես կլուսի ջրի մեջ կպերսի, բանը չի մանա։ Վատ է, վատ, ինչ ասեն, եթե ես կարգով Ես անառակ սրբազաններից ոմանք արդեն դարսի են գալիս։ Ով է դարսի եկել։ Կգան, մի քանիսը կգան։ Կարևորն է, որ ներողամտության գաղափար կա Մայրաթողում։ Սրբազաններից մեկը, ես չգիտեմ, արժի ասեմ, թե պետք է աղնիկ է չէ։ Գիրես ոնց են վերբով կարել դրան։ Ասես, որ մեկին կասեմ ոնց։ Վերթանեսին։ Այո։ Բնակարանի հարցեր, չէ։ Այո։ Վիգենը սրա բնակարան տվեց, ես է Վիգենից հետո վախեցավ բնակարանս կորցնեմ, կեղծարարություններով սեփականաշնորհ ես մի քախնենք էի Միրաձեռը։ Բա։ Այդ էս բանը։ Դժվար էր, որևէ մեր մեծահարուստ մի հատ բնակարան առներ նվիրել։ Մայրաթորը տալիս էր իրան։ Բել ինչ կա։ Ասում էր քծի է, դա այդ խուժան երկու սենյակը քծի, 3-ը կտան քեզ։ Կներես վեապարը իր այն նախկին տերտեր ունի ստոպիկ։ Նրան է բնակարան տվել։ Հիմա ասում է ազատի, ծառայականը, բա եկա սրբազանի չի տա, այն է Ղարաբաղցի, բոժրացած սրբազանի չի տա։ Չէ՞ այստեղ Վրտանեսի բարոյական կերպարին է բաներ կան։ Ախպեր քո ազգա տուն չունի հիմի։ Դու է տուն մի ունեցի, գնա Վարշավ ապրի Երևան։ 120,000 Ղարաբաղցի հələ երևի ավելի շատ, հələ 20 թվի փախածներին չենք խոսում։ Եկան Հայաստան ու զգալի մասը գնաց Ռուսաստան, մեկը մեր Ղարաբաղ վեսն է գնացին։ Մի քիչ ես միջնորդեցի, գնացին էս ընտուկի մի լավ են իրան զգում։ Դստեղ գործ չեն գտնում, բան չեն գտնում։ Հա։ Դու է մնայիր Անտուն։ Չէ, իրան ոչ մի օր Անտուն չէին թողնի, նախ իրան տուն կտային։ Հենց իմանային պետությունը իրան հանել է տնից, իրան անմիջապես տուն կտայի։ Դե ես նախընտրեց Դե այդ մեկը, այն Վազգերին հիմա լսում եմ նախքին։ Նա այդ ամենաբարոյականի վաստակն է։ Ասում եմ մենք ինչի ենք տիրադավ, տիրոջն ենք դավաճան է։ Դու համբալ տիրոջ օցիալին ես դավաճան է։ Տարբերություն մեծ է։ Գարեգին երկրորդն է։ Տերտեր։ Օցիալ չի։ Այո, տերտեր է կոչվում հենց։ Տիրադավը հենց տիրոջը դավաճան, իրա տերը ինքը մտածում է իմ։ Հա, ասում այս տիրոջն ենք դավաճան է։ Այդ երևի անգրագետել է Գարնիկ։ Երևի կասվածաբանություն լավ չի սովորել։ Տերտեր է կոչվում, չէ՞ վեապար Հայրապետանայ։ Բայց անցել չեն ասում տերտեր Գարեգին առաջին կաթողիկոս ամենայն հայոց։ Վեապար Հայրապետ։ Հայրապետ։ Հետո բան մյուսները։ Գևորգ էր, ինչ է։ Չէ, դե մինայ լավ որնա, 200-ած եպիսկոպոս կա։
54-ը թե 50 քանիսը Հայաստանում։ Չէ, այդքան ունեն գործ, Ունենք 200 ունենք, աշխարհում ունենք 200։ Այդ դեպի հաշվում ես Անտիլասը, Պատրիարքը։ Չէ, Անտիլասը չեմ հաշվում, Անտիլասը մեր հետ կապ չունի։ Ուրեմն դեպքում 200 չունենք, ցավոք։ Դե ունես ոնց չունես, եթե 57-ը արտասահմանում թեմ ունես։ Դու 50-ը 54-ը եպիսկոպոս Երևանում ունես։ Հայաստանում։ 54 թե 57 Երևանում ունես դու։ Դե լավ, այլ չվիճենք այդ թեմայով։ Այդքան չի։ Հիմա Այ բոլոր իրար հետ պատրիարքությունները, պատրիարքություններով, բաներով մայրաթորին, Անտիլասը մայրաթորի չի ենթարկում, չէ՞։ Մայրաթորի յետակա կառույցներում կա 200 եպիսկոպոս։ չկան, գերջա։ Դες ասում կա։ Դե լավ, ոչ։ Զանգի մայրաթորի մասը։ 200 Հիմա չեմ զանգի։ Իսկ այդքան չկա, բայց ոչինչ, ասում ես, Դες ասում կա։ ինչքան գիտեմ 60 քանի հատ եպիսկոպոս ունեն։ Լավ էլի։ Լավ, դու մինչև մի հատ պատմիքով Տրամպի ուղուց։ Տրամպի ուղին ինչ կա պատմելու։ Տղեկը պրիսարքեն։ Это թողնեն թե Պուտինը մտածի թե դա ուր մտցնի, ումից ում մեջտեղից ում մեջտեղով անեն, դե թող սարքեն դե ինչ ուզում են անեն։ Հա գնացել է աշխարհում 3 իզգոյ երկիր կա, որից մեկը պաշտոնական իզգոյ, որից մեկը Գերմանիան է։ Գնացել է դրա հետ լոպազնում է ստրատեգիական, ես ինչ է ստորագրել դրանց հետ։ Այն երկիրը, որը ուղղակի թշնամանքի մեջ է Ռուսաստանի հետ, որը չի բացառում վաղը Ռուսաստանի դեպի տակ կգնի, ուրախ Երևանը եք մեծ գործեր անում։ Էլ հարց ունես, պարոն Իսագոյան։ Հետ նայեմ, քանի եկի նպատակի 200 կա։ Մի վիճ էլի։ Ոչ, ընկեր ջան։ Դու խոսավ մի, որ Ապեր Yandex-ին հարցուկը պատասխանել է։ Դες նայում եմ, դու զբաղվի, խոսա, մի։ Խոսալու բան չունեմ ես։ Դե որ չունես, Եթերը եզրափակի։ եթե չունես, բայց ես խոստանում եմ հրապարակեմ, եթե նույնիսկ Արտյոմը ստիչելի, եպիսկոպոսների թիվը, դրանց թիվը Ես մոտավորապես եմ ասում, 600 դե լավ է։ Լավ, դե լավ, սիրելի։ Լսի 2 հատ թե մենակ Ամերիկայում ունես։ 2 առաջնորդ, այդ 2 եպիսկոպոս։ Ամեն ուրիշ եպիսկոպոսներ չկան կողմ։ Ոչ, ամեն թեմում մի հատ եպիսկոպոս։ Թեմակալ առաջնորդներ, այո։ Նա Մայրաթորում կան եպիսկոպոս կա։ Դե շատ մի 5-6 հատ։ 5-6 հատ Մաքսիմում։ Ես ինչ ես խոսում։ Բայց 54 տեղական